Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 22-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն նախորդ անգամ մենք սկսեցինք ուսումնասիրել ֆունկցիայի դիֆերենցիալը։ Այսօր կշարունակենք այդ թեման։ Ուրեմն այսօրվա դասը վերաբերում է ֆունկցիայի դիֆերենցիալի հատկություններին։ Դիֆերենցիալի հատկությունները։ Եկեք նախ վերհիշենք, թե ինչ է նշանակում դիֆերենցիալը։ Ուրեմն ունենք x տիրույթ նշանակում է կապակցված բազմազգություն, եւ ունենք f ֆունկցիան, որը արտապատկերում է x-ը r-ի մեջ։ Այս տիրույթում ֆիքսում ենք ինչ-որ կետ, ասենք x0, որը պատկանում է x-ին։ Եվ մենք ներենք գծել հետևյալ սահմանումը, f-ը դիֆերենցիալի է x0 կետում, ուրեմն այս սահմանման այդ նշանակում է հետևյալը, որ գոյություն է այնպիսի a գծային արտապատկերում, որը գնում է r-ից r-ն, որ ցանկացած x0-ի համար, ցանկացած h-ի համար r-ից, եթե x0 գումարած h-ը պատկանում է r-ին, պատկանում է x-ին, այսինքն ես կարող եմ գրել f-ի արժեքը x0 գումարած h-ում, ապա տեղի ունի հետևյալը, f x0 գումարած h, հանած f x0, հավասար է a կիրառած h վեկտորի վրա, գումարած մնացորդ, որը ես կնշանակեմ r h-ով, որտեղ r h-ը հավասար է փոքր o h-ի նորմից։ Կարիք չկա ասելու, թե ինչ նորմ ենք ընտրել տարածության մեջ, քանի որ բոլոր նորմերը համարժեք են։ Մենք արդեն գիտենք, որ բոլոր նորմերը վերջավոր չափանի տարածության մեջ R-ում համարժեք են։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է հետևյալը, որ եթե ես հաշվում եմ սահման, երբ h-ը ձգտում է 0-ի, վերցնում եմ r h-ի նորմը r-n-ում, բաժանած h-ի նորմը r-m-ում, ապա սա ձգտում է 0-ի, երբ h-ը ձգտում է 0-ի։ Մենք արդեն տեսանք, որ եթե ֆունկցիան դիֆերենցիալի է x0 կետում, ապա այս գծային արտապատկերումը միակն է, ու ինքը ունի անուն, կոչվում է f-ի դիֆերենցիալ։ Այսինքն այս նշանակում այս արտապատկերումը մենք կնշանակենք df x0 կետում, դիֆերենցիալ x0 կետում, կամ փոքր df x0 կետում, կամ f' x0 կետում։ Նախորդ անգամ տեսանք, որ եթե n-ը մեծ է 1-ից, այսինքն f-ը գրվում է որպես վեկտոր, xf1 fn, ապա f-ը դիֆերենցիալի է x0 կետում, այն և միայն այն դեպքում, երբ բոլոր բաղադրիչներն են դիֆերենցիալի, f1, fn-ը դիֆերենցիալի են x0-ում։ Դե չեմ նշում x0-ում, միշտ x0 կետի մասն է խոսքը։ Այսինքն, վեկտորական արժեքներով ֆունկցիայի դիֆերենցիալիությունը ուսումնասիրելու համար բավական է ուսումնասիրել յուրաքանչյուր բաղադրիչի դիֆերենցիալիությունը։ Եվս մի արդյունք ապացուցեցինք վերջին անգամ, երկրորդ արդյունքը ասում էր հետևյալը, այսինքն երկու բան կար,
որ եթե f-ը դիֆերենցիալի է, f-ը դիֆերենցիալի է, Այն եւ միայն այն ջերմներ, թե դու հետևում ես, որ f1 f2 դիֆերենցիալ է։ Սա սանտած օրինակներ չեք նա, որ f1 բոլոր դիֆերենցիալ էին, բայց շատ լավ, եկեք այս երկրորդ կետը վերջացնենք ու երկուսի մասն խոսենք, չէ, այստեղ իրոք համարժեքություն է, հիմա տեսնենք ինչի մասն է խոսքը, ուրեմն f-ը դիֆերենցիալի է, Ընդ որում f-ը ես այսինքն նշանակություն չունի, բայց որպեսզի պարզ լինի, վերցնենք երկրորդ դեպքում, այս դեպքում որպես սկալար ֆունկցիա, այսինքն r-ում արժեքներով ֆունկցիա։ Ստեղից հետևում է, որ ցանկացած k-ի համար 1-ից m գոյություն ունի df dx կան մասնակի ածանցալը։ Ուրեմն հիշեցնեմ, որ df dx կան x0 կետում, այս ինչ է նշանակում, այս նշանակում վերցնում ենք սահման, երբ t-ն ձգտում է 0-ի, f x0 գումարած t անգամ եկա, անած f x0 եւ այս ամեն ինչը բաժանած t-ի, այսինքն վերցնում ենք k երրորդ ուղղությունը, k վեկտորը, n-ի եւ հաշվում եմ f-ի ածանցալը դրա ուղղությամբ։ Ուրեմն, այս երկրորդ կետը ունի երկրորդ մասը ունի երկու բան, եթե f-ը դիֆերենցիալի է, չեմ գրում, եթե ոչ մի բան չեմ գրում, նշանակում է կետը ֆիքսած է ու ես նայում եմ այդ կետում։ F-ը դիֆերենցիալի է, ապա ցանկացած k-ի համար գոյություն ունի մասնակի ածանցալ։ Հիմա երկրորդ մասը ասում է հետևյալը, որ եթե գոյություն ունեն մասնակի ածանցալները df dx կան, ընդ որում սրանք անընդհատ ֆունկցիաներ են, ցանկացած k-ի համար մեկից եմ, ապա f-ը դիֆերենցիալի է x-ում։ X նկատի ունեմ բազմության մեջ։ Մի հատ հասկանանք, թե ինչ էր առաջինը։ Առաջինը ես նայում եմ ֆունկցիաները, որոնք որոշված են x տիրույթում եւ արտապատկերում են x-ը rn-ի վրա։ Այսինքն մեր այս ֆունկցիան ունի n հատ կոմպոնենտ, n հատ բաղադրիչ, f1, fn։ Ուրեմն առաջինը ասում է, որ եթե այս ֆունկցիան ածանցելի է ինչ-որ x0 կետում, ապա սրանցից յուրաքանչյուրը ածանցելի է x0 կետում եւ հակառակը, եթե սրանցից յուրաքանչյուրը ածանցելի է x0 կետում, ապա վեկտորական արժեքներով ֆունկցիան նույնպես ածանցելի է x0 կետում։ Այդ օրինակները վերաբերվում էին երկրորդ մասին։ Երկրորդ մասը ասում է, որ եթե f-ը դիֆերենցիալի է, ապա գոյություն ունեն մասնակի ածանցալներ։ Բայց մասնակի ածանցալների գոյությունից չի հետևում նույնիսկ ֆունկցիայի անընդհատությունը։ Կարող է բոլոր մասնակի ածանցալները գոյություն ունենան, բայց ֆունկցիան չլինի անընդհատ։ Բայց եթե գոյություն ունեն մասնակի ածանցալները եւ դրանք անընդհատ են, ասենք ինչ-որ x տիրույթում, ապա f-ը դիֆերենցիալի է x-ում։ Այսինքն թե քանի կոմպոնենտ, քանի բաղադրիչ ունի ֆունկցիան առանձնապես նշանակություն չունի, բայց արգումենտը, այսինքն փոփոխականները, որոնցից կախված են x-ը, դա նշանակություն ունի։ Մի բան է մի ուղղությամբ դիֆերենցիալ լինի, մի բան է գոյություն ունի դիֆերենցիալ։ Այս պատասխանեց այդ հարցին։ Ոնց որ ես չեմ հասկանում, f1 շրիֆտը ու ասենք dx1-ը դերից ինչով է պատկերվում։ Մի րոպե, շատ լավ, ուրեմն ստեղ f-ը վեկտորական ֆունկցիա է, այս պարզապես նշանակում է դիֆերենցիալի համար։ Տարբեր դեպքերում տարբեր նշանակումներ են հարմար օգտագործել, պարզապես նշանակում է։ Հիմա վերցնենք այդ, ուրեմն f-ը վեկտորական ֆունկցիա, f1, fn, եւ եթե ճիշտ եմ հասկանում, նկատի ունես f1 շտրիխ x0-ն։
Սա էր հարցը f1-x0-ն։ Հիմա f'1x0-ն s ընդամենը նշանակում է df x0-ի համար եւ s գծային արտապատկերում է rm-ից r։ Բայց եթե վերցնենք df1 dx կա, դա արդեն կլինի մասնակի ածանցյալ։ Որը ընդամենը թիվ է։ Կամ կարելի է նայել որպես ածանցյալը, եթե նայում ենք ֆունկցիա r-ից r, կարելի է նայել որպես գծային արտապատկերում r-ից r։ Պարզապես բազմապատկում ենք ածանցյալով։ Այսինքն s n f շտրիխը չի, որ մենք առաջի կիսամյակում ուսումնասիրել ենք, ես պարզապես նշանակում է դիֆերենցիալի համար։ N շտրիխները, այսինքն մի ուղղությամբ ածանցյալները, հիմա մենք նշանակում ենք e-ձևով մասնակի ածանցյալներ։ Մասնավորապես, եթե ֆունկցիան կախված է ընդամենը մի փոփոխականից, այսինքն m-ը հավասար է 1-ի, s ստացվում է հենց սովորական f շտրիխը։ Արդյոք հիմա ավելի պարզ է այս ամեն ինչը։ Այո, բայց ոնց որ df dx1-ը չի ստա։ Df dx1-0 չի ստացվի, f1 x0-ը Մի վարքյան։ df dx որը մի հատ նորից կարելի է։ df dx1-ը x0 կետում df dx1-ը x0 կետում, եթե f վեկտորական ֆունկցիա է, s կստացվի նույնպես վեկտոր df1 dx1 x0 կետում df1 dxm էլի x0 կետում, այսինքն df dx1-ը s ածանցյալն է, վեկտորը dx1-ը։ Համարիչները ոնց որ f1-ի դեպքում գնային հատարը նույն բան փոխականը մնան։ Մի հատ նորից չհասկացա, համարիչները ինչ անեին։ Պիտի ոնց որ f1-ի դեպքում գնային ու փոխականը նույնը մնար հայտարարը։ Այո, մի րոպե, ես ուղղակի սխալ եմ գրել այստեղ, f-n չի, f1 է։ Փոխականը մնում է նույնը, համարիչները 1-ից n են, այո։ Այո, համարիչները գնում են 1-ից n, փոխականը մնում է նույնը։ Արդյոք ավելի պարզ է հիմա այս ամեն ինչը, այսինքն կա f ֆունկցիայի կոմպոնենտները, բաղադրիչները եւ կան փոփոխականի կոմպոնենտները։ Շատ լավ, հուսում եմ մի քիչ ավելի պարզ է։ Ուրեմն եկեք մի քանի հատկություն ապահովենք դիֆերենցիալի վերաբերյալ։ Ուրեմն թեորեմ։ Երեք մասից։ Առաջին մասը վերաբերվում է ֆունկցիաների գծային կոմբինացիային։ Ուրեմն դիցուկ ունենք երկու ֆունկցիա f եւ g, որոնք գնում են rm-ից rn։ Բնականաբար r-ին փոխարեն կարող եմ x վերցնել, եկեք x վերցնենք։ x-ը տիրույթ է։ Ուրեմն ունենք ֆունկցիաներ, երկու ֆունկցիա f g, որոնք գնում են x-ից rn եւ որոնք ածանցելի են x-ը պատկանում է x կետում։ Եվ ունեմ ինչ-որ մի c թիվ, որը r-ից է։ Ապա f գումարած cg-ն ածանցելի է x-ում եւ ածանցալի համար ունեմ հետեւյալ բանաձևը։ Եթե ես ուզում եմ հաշվել f գումարած cg-ի ածանցյալը x-ում, ես կարող եմ վերցնել f-ի ածանցյալը x-ում, գումարած c անգամ g-ի ածանցյալը x-ում։ Այսինքն ստեղ այս նշանակումը
գծային արտապատկերման համար։ F գումարած CG շտրիխը գծային արտապատկերում է RM-ից, այս X-ը բնականաբար ընկած է RM-ում, այսինքն սա կլինի գծային արտապատկերում RM-ից RN, ու այս գծային արտապատկերում կարելի ներկայացնել համապատասխան գծային արտապատկերումների գծային կոմբինացիայի տեսքով։ Ուրեմն երկրորդ մասը ասում է հետևյալը, որ եթե n-ը հավասար է 1-ի, այսինքն ես գործ ունեմ սկալար ֆունկցիաների հետ, ապա ճիշտ է Լեյբնիցի բանաձևը։ Ես կարող եմ սկալար ֆունկցիաները բազմապատկել միմյանցով։ Fg շտրիխը իրանք կախված են n փոփոխականից, բայց իրանք թվային արժեքներ են տալիս։ Հետո ես կարող եմ նայել այդ ֆունկցիաների արտադրյալը։ Հավասար է, ուրեմն Gx, որը թիվ է բազմապատկած f'(x) գծային արտապատկերում, գումարած fx անգամ G'(x)։ Էլի նույն պայմաններով է f-ը եւ g-ն ածանցելի ֆունկցիաներ են x կետում։ Ինձ թվաց ինչ-որ մի հարց կար, հա։ Եթե B թեորեմը չի երևում գրածը, որ ինչ-որ բան է գրում։ Ինչը չի երևում։ Չի դեր գրածը չի երևում, այդ թեորեմի B մասը։ Լավ, այսինքն ունենք մեկ չափանի դեպքը, երկուսն էլ սկալար ֆունկցիաներ են, արտադրյալը լավ որոշված է, ուրեմն արտադրյալը դիֆերենցիալ է եւ դիֆերենցիալը հավասար է կարելի տալ Լեյբնիցի բանաձևով։ Մեկը ֆիքսում ենք, մյուսն ենք ածանցում եւ հակառակը։ Եվ վերջապես երրորդ կետը քանորդի համար, էլի n-ը հավասար է 1-ի, նորից վերցնում ենք n հավասար է 1 դեպքը եւ այս անգամ ենթադրում եմ նաեւ որ Gx-ը տարբեր է 0-ից։ Այդ դեպքում x-ի փոքր շրջակայքում քանորդը որոշված կլինի եւ երրորդ կետը ասում է որ եթե ես ուզում եմ հաշվել f-ը բաժանած g-ի ածանցյալը, այսինքն գտնել համապատասխան գծային արտապատկերումը RM-ից m, կարող եմ անել հետեւյալը։ Նույն բանաձևն է ինչ որ մեկ չափանի դեպքում։ Ասում է Gx քառակուսի f'(x) անգամ Gx հանած fx անգամ G'(x)։ Եկեք ապացուցենք այս թեորեմը, ինքը առանձնապես բարդ չի, բայց որպեսզի հասկանանք ոնց է տեղի ունենում, այսինքն որպեսզի համոզվենք, որ նույն բանն է տեղի ունենում ինչ-որ մեկ չափանի դեպքում, եկեք ապացուցենք սա։ Ապացույց։ Ուրեմն a-ի համար ուրեմն ինչ ենք ուզում ապացուցել։ Ուզում ենք ապացուցել հետևյալը, որ f գումարած c անգամ g-ի արժեքը x գումարած հաշում, հանած f գումարած c անգամ g-ի արժեքը x-ում, կարելի ներկայացնել հետևյալ ձևով։ Կարող ենք վերցնել f'(x) գումարած c անգամ g'(x-ը կիրառենք հաշի վրա եւ n ինչ որ մնա կլինի ընդամենը փոքրով հաշից։ Մենք սա ենք ուզում ապացուցել։ Ինչ գիտենք։ Գիտենք, որ f-ը ածանցելի է, այսինքն տեղի ունի սա։ Եվ գիտենք, որ նույնը ճիշտ է նաև g-ի համար։ Դա նշանակում է ձախ մասը մենք կարող ենք գրել հետևյալ տեսքով։ Ձախ մասը եկեք ես կողմից սկսեմ որ տեղան։ Ուրեմն f գումարած c gx գումարած h-ը իրան կարելի է գրել հետևյալ ձևով։ f(x) գումարած f'(x) կիրառած հաշի վրա եւ գումարած փոքր o հաշի նորմից։ Այս f-ին վերաբերվող մասն է, հիմա c անգամ g-ին վերաբերվող մասը։
գումարած c անգամ, ելի նույն բանը gx, գումարած g'(x-ը գծային արտապատկերում կիրառած հաշի վրա և փոքր o հաշից։ Եվ պետք է հանեմ ստեղից fx գումարած c անգամ gx։ Մենք տեսնում որ համարյա ամեն ինչ կրճատվում է։ Ուրեմն ամեն ինչի կրճատվում չէ, ամեն ինչ պետք է կրճատվի։ Այս fx-ը կրճատվում է սրա հետ։ cgx-ը կրճատվում է սրա հետ։ Ինչ է մնում։ Մնում է միայն փոքր o-ները և գծային արտապատկերումները։ Ասում է հավասար է f'(x) h գումարած c անգամ g'(x) h։ Ստեղ ունեմ երկու հատ փոքր o, կարող եմ միացնել միմյանց հետ, ստացվում է փոքր o հաշից։ Ես տեսնում որ սա և սա նույն բանն է գրած, քանի որ ես կարող եմ գրել այս տեսքով։ Այսինքն ցույց տվեցինք, որ եթե երկու ֆունկցիաներ դիֆերենցիալի են ինչ-որ x կետում, ապա նրանց գծային կոմբինացիան նույնպես դիֆերենցիալի է այդ x կետում։ Եկեք սա թողնենք որպես ինքնուրույն աշխատանք, համարյա բան չկա անելու, նույն բանն է գրում, տեսնում եք, որ ամեն ինչ ստացվում է։ Եկեք ապահովենք այս երրորդը, երբ f-ը հավասար է 1-ի։ Ընդ որում, եթե f-ը հավասար է 1-ի համար ապահովենք, ապա b կետի հետ միասին ինքը գտային ինչ-որ պետք է։ Քանի որ f-ը բաժանած j, ես կարող եմ նայել որպես f անգամ 1j-րդ։ Եկեք g կետը ապացուցենք 1j-րդ ֆունկցիայի համար։ Այսինքն ֆունկցիան հիմա x-ը արտապատկերում է 1 բաժանած jx-ի վրա։ Ուրեմն ես ինչն եմ ուզում գնահատեմ, ես ուզում եմ հաշվել հետևյալ արտահայտությունը 1 բաժանած jx գումարած h հանած 1 բաժանած jx։ Ես ուզում եմ ցույց տալ, որ սա կարելի է ներկայացնել գծային արտապատկերում անգամ կիրառած հաշի վրա գումարած փոքր o հաշից։ Ընդ որում, այդ գծային արտապատկերումը ստեղից մենք կարող ենք հասկանանք, թե ինչ է լինելու, քանի որ f-ը 1 է, ստեղ մնում է մինուս g' բաժանած jx քառակուսու։ Այսինքն այդ է լինելու մեր թեկնածուն։ Հիմա տեսնենք ինչ է ստացվում։ jx-ի փոխարեն ես կարող եմ գրել հետևյալը։ Ստացվում է jx գումարած հաշի փոխարեն jx գումարած g'(x) կիրառած հաշի վրա և գումարած փոքր o հաշից։ Ստեղ 1 էր և հանած 1 բաժանած jx-ի։ Բերում ենք ընդհանուր հայտարարի։ Ստացվում է jx բազմապատկած jx գումարած g'(x) կիրառած հաշի վրա և գումարած փոքր o հաշից։ Համարիչում ստացվում է jx հանած այս ամբողջ արտահայտությունը ստացվում է jx գումարած g'(x) կիրառած հաշի վրա և գումարած փոքր o հաշից։ Ուրեմն սրանք կրճատվում են, j-երը կրճատվում են, մնում է հետևյալը։ Մնում է մինուս g'(x) կիրառած հաշի վրա գումարած փոքր o հաշից և բաժանած այն ինչ որ կար, եկեք սենց գրենք jx քառակուսի գումարած jx բազմապատկած g'(x) հաշով և գումարած ստեղ ստացվում է փոքր o հաշից անգամ j, բայց ինքը էլի մնում է փոքր o։ Ուրեմն այս արտահայտությունն է։ Մենք ինչ ենք ուզում ցույց տալ։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ սա կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով։ Սա հավասար է, բայց այս բանը չգիտենք հավասար է թե ոչ։ Հավասար է մինուս g'(x-ը կիրառած հաշի վրա բաժանած
ժx-ի քառակուսի եւ գումարած փոքր O h-ից։ Սա ենք ուզում ցույց տալ։ Որտեղ մեր բանաձևը եթե նայենք f հավասար է 1-ի դեպքում տալիս է հենց սա։ Այսինքն պետք է հասկանանք, թե ինչու է սա ներկայացվում այս տեսքով։ S գումարած սա։ Դե ո՞նց կարող ենք անել, կարող ենք միմյանցից հանել։ Կարող ենք սրանից անենք S ու տեսնենք, թե ինչ է ստացվում։ Մի փոքր հաշվարկ կա, բայց կարող ենք նաև ուրիշ ձևով անել։ Կարող ենք անել հետևյալը, կամ չէ լավ, անենք, հետո տեսնենք, որ այդ նույն բանն է, ինչ որ մենք ստեղ վերլուծեինք ըստ հաշի աստիճանների, բայց եկեք անենք, տեսնենք ինչ է ստացվում, հետո կտեսնենք։ Ուրեմն եկեք սրանում դնենք 1, սրանում դնենք 2, մենք ուզում ենք ցույց տալ, որ 1-ից հանած 2 ստացվում է փոքր O h-ից։ 1-ից հանած 2-ը հավասար է, միանգամից եկեք վերենք ընդհանուր հայտարարի, ստացվում է Gx քառակուսի, բազմապատկած Gx քառակուսի, գումարած Gx անգամ G'(x)h, գումարած փոքր O h-ից։ Այստեղ ես ունեմ մինուս, որը պետք է բազմապատկեմ Gx քառակուսով։ Ուրեմն եկեք սկզբից գրեմ անդամները, որոնք փոքր O չեն պարունակում, հետո փոքր O-ները միանգամից բոլորը միասին գրենք։ Ուրեմն ստացվում է մինուս Gx քառակուսի անգամ G'(x) կիրառած հաշի վրա, գումարած, քանի որ ստեղ մինուս կար, այս մինուսի հետ տալիս է պլյուս, գումարած Gx քառակուսի անգամ G'(x) կիրառած հաշի վրա, գումարած այս երկուսը պետք է բազմապատկեմ իրարով, ստացվում է Gx անգամ, բայց տեսնում եմ, որ նույն անդամն է, այսինքն ստացվում է G'(x) կիրառած հաշի վրա եւ սա քառակուսի եւ գումարած փոքր O h-ից։ Այստեղ միանգամից տեսնում եմ, որ այս երկու անդամները կրճատվում են միմյանց հետ։ Եվ ինչ է մնում։ Մնում է մի անդամ, որի մեջ կա h-ը երկու անգամ եւ գումարած փոքր O h-ից։ Իսկ S ձգտում է Gx-ի 4 աստիճանի, երբ h-ը ձգտում է 0-ի։ Այսինքն ես ինչ պետք է ցույց տամ, ես սա պետք է ցույց տամ, որ եթե ես այս արտահայտությունը բաժանեմ h-ի նորմի վրա, ապա ինքը կձգտի 0-ի, երբ h-ը ձգտում է 0-ի, բայց այդ միանգամից հետևում է, որովհետև սա ձգտում է ինչ որ հաստատ ունի Gx քառակուսում, իսկ այս մյուս երկու անդամները կարող եմ սրա մասին ասելու բան չկա, քանի որ եթե իրան բաժանում եմ h-ի նորմի վրա, ինքը ձգտում է 0-ի, մնում է հասկանալ, թե սրա հետ ինչ է տեղի ունենում։ Եկեք գրենք, ուրեմն ստացվում է նորմ Gx, որը թիվ է, G'(x) կիրառած հաշի վրա քառակուսի եւ բաժանած h-ի նորմի վրա։ Բայց սա ես գիտեմ, որ ես սա կարող եմ գնահատել որպես հաստատուն անգամ G'(x)h, այսինքն գծային արտապատկերում կիրառած հաշի վրա։ Ինչ որ մի ուրիշ հաստատուն է բազմապատկում, որը նորից մտնում է սրա մեջ, ստացվում է h-ի նորմ ու բարձրացրած քառակուսը։ Եվ բաժանած h-ի վրա։ Սա բնականաբար ստացվում է c անգամ h, որը ձգտում է 0-ի, երբ h-ը ձգտում է 0-ի։ Այսինքն ես ցույց տվեցի, որ եթե G-ն ածանցելի է, որում G-ն x կետում տարբեր է 0-ից, ապա 1 G-երորդը նույնպես ածանցելի է եւ ածանցալի համար ճիշտ է այս բանաձևը։ Մինուս նշաններ հետո։ Արդյոք կան հարցեր։
Ուրեմն, եթե հարցեր չկան, եկեք եւս մի բան վերհիշենք նախորդ դասերից, որ եթե ունենք երկու գծային արտապատկերում, եթե ունենք առաջի գծային արտապատկերումը, որը գնում է R m-ից Rn, եւ ունենք երկրորդ գծային արտապատկերումը, որը գնում է Rn-ից Rk, ապա ես կարող եմ կառուցել սրանց համադրույթը B համադրույթ A, ինքը բնականաբար կլինի գծային արտապատկերում R m-ից Rk։ Ընդ որում սրա մատրիցը գտնելու համար մենք գիտենք արդեն, որ գծային արտապատկերները կարող ենք նույնացնել մատրիցների հետ, եթե հենքերը ֆիքսել ենք։ Մենք հենքերը միշտ ֆիքսում ենք, բոլորը միշտ նույնն է, այսինքն ստանդարտ հենքն է RM-ում, RN-ում եւ RK-ում, ապա սրա մատրիցը պարզապես հավասար է B անգամ A-ի։ Համապատասխան մատրիցները պետք է բազմապատկենք։ Ուրեմն այս մի բան էր, որը նախորդ անգամ տեսել էինք։ Եվ երկրորդը, որ եթե ունեմ ֆունկցիա, որը դիֆերենցիալի է ինչ-որ x կետում, ապա համապատասխան մատրիցը ինքը ունի անուն ու ինքը Յակոբի մատրիցն է, այսինքն DFI DXG x կետում։ Ուրեմն in տողի համարն է, ինքը փոխվում է 1-ից n, եւ j-ին սյունյակի համարն է, ինքը փոխվում է 1-ից m։ Մասնավորապես, եթե ես ուզում եմ գտնել f'(x)-ը ինչ-որ h վեկտորի վրա, ու ուզում եմ հաշվել իր i-երորդ կոորդինատը, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ i-երորդ տողը բազմապատկեմ h-ով։ Այսինքն ստացվում է գումար j-ին հավասար է 1-ից m, df dx-ի x կետում, չէ, df-ի dxg x կետում եւ բազմապատկած h-ով։ Ուրեմն հարց է ծագում, թե իսկ ինչ է տեղի ունենում, եթե ես վերցնում եմ երկու ֆունկցիաների համադրույթ։ Արդյոք եթե յուրաքանչյուր ֆունկցիան հացանցելի է, ապա նրանց համադրույթը նույնպես կլինի հացանցելի։ Մեկ ճապանի դեպքում դուք այդ արդյունքը արդեն տեսել եք, բարդ ֆունկցիայի հացանցալն է։ Նույն բանը ճիշտ է այս դեպքում։ Այսինքն ճիշտ է հետևյալ թեորեմը։ Թեորեմ դիցուկ ունենք երկու ֆունկցիա f, որը գնում է x տիրույթից Rn, եւ ունենք Rn, եւ ունենք j ֆունկցիա, որը գնում է y տիրույթից Rk։ Ուրեմն այստեղ x-ը տիրույթ է Rm-ում, y-ը տիրույթ է Rn-ում, ու բացի դրանից ես ենթադրում եմ, որ j-ի պատկերը, f-ի պատկերը ասենք գրենք ենթադրում եմ, որ կա ինչ-որ մի x կետ x-ից, այնպես, որ fx-ը, որը ես կնշանակեմ y, պատկանում է y-ին։ Այսինքն հետևյալ իրադրությունն է, ես ունեմ x, ստեղ ունեմ x կետ, ես ունեմ y, ուրեմն x-ից ունեմ ֆունկցիա Rn-ի մեջ, որը պարունակում է y-ը, x-ը ընկած էր Rm-ի մեջ, եւ y-ից ունեմ ֆունկցիա j, որը տանում է Rk-ի։ Ստեղ ունեմ x կետ, ստեղ ունեմ y կետ, որը հավասար է fx-ի։ Ուրեմն ապա, չէ, բացի դրանից, ուրեմն ենթադրենք, թե f-ը դիֆերենցիալի է x-ում,
եւ J-ն դիֆերենցիալ է Y-ում։ Ապա ուրեմն գոյություն ունի ու բազմություն, որը պարունակում է x-ը, այնպես որ f-ուն ընկած է y-ի մեջ եւ համադրույթը J համադրույթ է, որը վրա որոշված կլինի u-ից r-կա, դիֆերենցիալի է x-ում, ընդ որում ոնց կարող ենք հաշվել համադրույթի դիֆերենցիալը J համադրույթ f դիֆերենցիալը x կետում։ Ես պետք է վերցնեմ J-ի դիֆերենցիալը y կետում, այսինքն fx-ում եւ վերցնեմ համադրույթ f-ի դիֆերենցիալը x կետում։ Այսինքն ունենք նույն բանաձևը ինչ որ մեկ չափանի դեպքում։ Եթե ես ուզում եմ հատուցել բարդ ֆունկցիան, սկզբից պետք է հատուցեմ արտաքին ֆունկցիան, հետո բազմապատկեմ ներքին ֆունկցիայի ածանցալով։ Նույն բանը ճիշտ է նաև բազմաչափ դեպքում։ Եթե ես ուզում եմ հաշվել J-F համադրույթի դիֆերենցիալը, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ J-ի դիֆերենցիալը fx կետում կամ y-ում եւ վերցնեմ համադրույթ f-ի դիֆերենցիալի հետ x կետում։ Եկեք ստուգենք, որ այսինքն ստեղ ով ուր էր գնում։ Ուրեմն f'-ը արտապատկերում էր r m-ից rn դիֆերենցիալը։ J'-ը ինքը արտապատկերում է rn-ից rk։ Այսինքն սրանց համադրույթը կլինի արտապատկերում rm-ից rk։ Միշտ RM-ից գնացինք RN, հետո RN-ից գնացինք RK, այսինքն աջ մասում գծային արտապատկերում է RM-ից RK։ Ուրեմն ինքը ձախ մասում ինչ է։ J համադրույթ F-ը ինքը ֆունկցիա է RM-ի ենթաբազմությունից RK-ի ենթաբազմություն։ Այսինքն դիֆերենցիալը կլինի արտապատկերում RM գծային տարածությունից RK գծային տարածություն։ Այսինքն աջ եւ ձախ կողմերում գրված են RM-ից RK գծային արտապատկերումներ։ Մեծ էր արդյունքը։ Եկեք ապացուցենք սա, ապացույց։ Կանենք ամենաբնական բանը, ինչ որ հնարավոր է ստեղ մտածել։ Ուրեմն f-ը դիֆերենցիալ է x կետում։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ f x գումարած h-ը հավասար է fx գումարած ածանցալը f'(x) կիրառած h-ի վրա եւ մնացորդը, եկեք մնացորդը նշանակենք, ասենք r1 h կետում։ Ես գիտեմ, որ j-ն է դիֆերենցիալի y կետում, նշանակում է j y գումարած այս անգամ նշանակենք, ասենք k-ով։ Կարելի է գրել j-ն y կետում գումարած j'-ը y կետում կիրառած k-ի վրա եւ գումարած r2, որը կախված է k-ից։ Ուրեմն ինչ գիտենք r1-ի եւ r2-ի մասին, r1-ը ինքը փոքր o է h-ից եւ r2-ը ինքը փոքր o է k-ից։ Շատ լավ, հիմա նայենք համադրույթը։ Ես ուզում եմ հաշվել հետևյալ արտահայտությունը J F x գումարած h կետում։ Ինչ կարող եմ անել, կարող եմ գրել f-ը ներսում փոխարինել առաջի հավասարության աջ մասով։ Կստացվի J, որը ես հաշվում եմ fx
գումարած f'(x) կիրառած հաշի վրա, գումարած r1 հաշից։ Հիմա այս fx-ը հենց y-ն էր, այս fx-ը հավասար է y-ի, եկեք այս սրա անունն էլ դնեմ k։ Այսինքն ես կիրառում եմ հիմա երկրորդ բանաձևը, որտեղ y հավասար է fx-ի, ըստ սահմանման, եւ k-ն էլ այս ինչ որ մնաց դա է։ Եկեք գրենք տեսնենք ինչ է ստացվում, հավասար է։ Ուրեմն ժեն y կետում, այսինքն ժեն fx կետում։ Գրում եմ, նայում եմ այս սրա աճ մասին։ Գումարած j' y կետում, այսինքն fx կետում, կիրառած k-ի վրա, այսինքն կիրառած f'(x) h գումարած r1 h-ի վրա, այս երկրորդ անդամը նգրեցի եւ գումարած r2, որը կախված է k-ից, այսինքն f'(x) h գումարած r1 h կետում։ Հիմա եկեք առանձնացնենք այն անդամները, որոնք մեզ հետաքրքիր են։ Ստացվում է j fx գումարած j' fx կետում կիրառած f'(x) հաշի վրա եւ մնացածը եկեք գրեմ որպես մնացորդ, որտեղ մեզ հետաքրքրում է այս երկու անդամը։ Եթե ես ուզում եմ ապացուցել համադրույթի դիֆերենցիալությունը, եկեք ցույց տամ, որ j(f)-ը համադրույթ, ինչ է, ես գրած էր համադրույթ, ճիշտ է, ես հավասար է, ինչ որ գրված է ստեղ, ես j համադրույթ f-ն է, x գումարած h կետում, եւ ինչ որ գրված է ստեղ, այդ j համադրույթ f-ն է, x կետում։ Եթե ուզում եմ հավացնել սրա ածանցելիությունը, դիֆերենցիալությունը, պետք է ցույց տամ, որ տարբերությունը այս երկուսի, սրանից հանած սա հավասար է ինչ որ գծային արտապատկերում գումարած փոքր h-ից։ Հիմա գծային արտապատկերումը արդենից գրված է ստեղ։ Սա է մեր գծային արտապատկերումը։ Այսինքն j' y կետում համադրույթ f'(x) կետում։ Գումարած ինչ է մնացել RH-ը, RH-ը ինչի է հավասար։ Ուրեմն որտեղ RH-ը հավասար է այն ինչ որ մնացել է, այսինքն մնացել է j' fx կետում կիրառած r1 հաշի վրա, գումարած r2 f'(x) h կետում գումարած r1 h։ Ես ուզում եմ ապացուցել, որ այն ինչ որ ստացվել է, հավասար է փոքր h-ի նորմից։ Դեռ չգիտեմ սա ճիշտ է թե սխալ։ Հիմա ունենք երկու անդամ։ Եկեք այդ երկուսը առանձին գնահատենք, մեկը սա է, մեկը սա։ Ուրեմն վերցնում եմ առաջին անդամը j' fx կետում կիրառած r1 հաշի վրա, վերցնում եմ սրա նորմը եւ բաժանում եմ հաշի նորմի վրա։ Ինչ է ստացվում։ Ես կարող եմ գնահատեմ սա, j'-ը գծային արտապատկերում է, գծային արտապատկերումը կիրառած վեկտորի վրա կարող եմ գնահատել գծային արտապատկերման նորմով, j'-ը եկեք գրեմ y կետում, վերցնում եմ սրա նորմը։ Մի վարքյան սկսեցի կասկածել, գծային արտապատկերման նորմը մենք ներմուծել ենք, ճիշտ է։ Եթե ունեմ գծային արտապատկերում, ապա նրա նորմը սահմանվում է որպես սուպրեմում միավոր գնդի վրա։ Այս նորմից անոթ ենք։ Ուրեմն ստացվում է գծային արտապատկերման նորմը, ուրեմն հիշեցնեմ ևս մի անգամ, որ մեր գծային տարածություններում, որոնք վերջավոր չափանի են, բոլոր նորմերը համարժեք են, այսինքն մեկը մյուսով գնահատվում է։ Հետևաբար գծային արտապատկերումների նորմերն էլ են մեկը մյուսով գնահատվում։
Այսինքն ոչ մի նշանակություն չունի, թե ես ինչ նորմ վերցնեմ գծային արտապատկերումների տարածությունում։ Ես միշտ վերցնելու եմ այն նորմը, որը տրվում է այս տեսքով։ Ստեղ կա բնականաբար երկու նորմ, այս մեկը նորմ է RM-ում, այս մեկը նորմ է RN-ում, այս մեկը նորմ է RM-ում, այս մեկը նորմ է արժեքների տիրույթում, սա նորմ է որոշման տիրույթում։ Եթե ստեղ նորմերը փոխեմ, այս ան կփոխվի ամենաշատը ինչ որ C հաստատունով։ Հատլա, վերադառնանք հիմա սրան, ստացվում է R1-ը H կետում, բաժանած H-ի նորմ։ Բայց ինչ եմ ստանում, ստանում եմ ինչ որ հաստատուն, անգամ մեծություն, որը ձգտում է 0-ի, երբ H-ը ձգտում է 0-ի, քանի որ R1 H-ը փոքր O էր H-ից։ Հետևաբար սա ձգտում է 0-ի, երբ H-ը ձգտում է 0-ի։ Ուրեմն երկրորդ անդամներ, առաջին անդամներ, նայենք երկրորդ անդամի հետ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն եկեք գրենք R2 եկեք F շտրիխի անուն դնեմ A, որ ամեն անգամ չգրեմ AH գումարած R1H, սրա բացարձակ արժեք չէ, նորմը բաժանած H-ի նորմի վրա։ Հիմա հնարավոր է երկու դեպք։ Եթե այս արտահայտությունը հավասար է 0-ի, ապա R2-ը 0 է, քանի որ R2-ը փոքր է H-ից։ Այդ կարող եմ R2-ը վերցնեմ R2-ը 0 կետում, եթե ստեղ վերցրել եմ կան հավասար է 0-ի, ապա ինչ է ստացվում։ Սա դառնում է 0, ստեղը լինում է JY հավասար է JY, այսինքն 0 կետում R2-ը 0 է։ Եթե 0 չի, ապա ես կարող եմ անել հետևյալը։ R2 AH գումարած R1H, սրա նորմը բաժանած AH գումարած R1H-ի նորմ և բազմապատկած AH գումարած R1H-ի նորմ բաժանած H-ի նորմ։ Բայց երկրորդը կարող եմ հեշտությամբ գնահատեմ։ Երկրորդը չի գերազանցում A-ի նորմ անգամ H գումարած R1H-ն այդ փոքր O էր H-ից, գումարած փոքր O H-ից։ Ես տեսնում եմ, որ սա սահմանափակ մեծություն է։ Ինքը սա չի գերազանցում ինչ-որ C-տիպ։ Որտեղ H-երը կկրճատեմ, կմնա A գումարած փոքր O 1-ից։ Մնում է այս առաջինը, բայց առաջինը համար ինչ կարող եմ ասել։ Ես տեսնում եմ, որ R1-ի արգումենտը և հայտարարը նույն արտահայտությունն է, որը ձգտում է 0-ի, երբ H-ը ձգտում է 0-ի։ Հետևաբար սա ձգտի 0-ի, երբ H-ը ձգտում է 0-ի։ Այսինքն 0-ի ձգտող մեծությունը բազմապատկված է ինչ-որ ուրիշ արտահայտության, որը սահմանափակ է C-թվով, հետևաբար կարող եմ եզրակացնել միանգամից, որ սա ձգտում է 0-ի, երբ H-ը ձգտում է 0-ի։ Սրանով ավարտվում է թեորեմի ապացույցը։ Այսինքն ապացուցեցինք, որ երկու դիֆերենցիալի ֆունկցիաների համադրույթը նույնպես դիֆերենցիալի է, ընդ որում համադրույթի դիֆերենցիալը հավասար է դիֆերենցիալների համադրույթին։ Շատ լավ, կան հարցեր։ Ուրեմն այս երկրորդ արդյունքից հետևում է հարց է առաջանում, թե ոնց հաշվենք, եթե ունենք երկու ֆունկցիաների դիֆերենցիալները, ոնց հաշվենք համադրույթի դիֆերենցիալը, որտեղ այս տեսությունն էր, բայց հիմա պետք է կոնկրետ խնդիրներում պետք է կոնկրետ հաշվել դիֆերենցիալը։ Մենք գիտենք, որ ֆունկցիայի դիֆերենցիալը տրվում է Յակոբիի մատրիցով։ Այսինքն, եթե ես ուզում եմ հաշվել J, ուրեմն հետևանք։
Եթե ես ուզում եմ ասվել J համադրույթ F-ի դիֆերենցիալը x կետում, ինչ պետք է անեմ։ Պետք է վերցնեմ D F համադրույթ J, ասենք i-երորդ բաղադրիչը եւ հացանցեմ k-երորդ փոփոխականի նկատմամբ։ Կամ լավ, եկեք գրենք J, կա J-երորդ փոփոխականի նկատմամբ, այստեղ in փոխվում է 1-ից որն է մեր տարածությունը r-ական էր, k, մի րոպե, թարս գրեցի, J համադրույթ F է, J համադրույթ F-ի i-երորդ բաղադրիչ, in փոխվում է 1-ից k, J-ին փոխվում է 1-ից m։ Բայց մյուս կողմից ես գիտեմ, որ այս բանը տրվում է որպես երկու դիֆերենցիալների արտադրյալ։ Այսինքն, այս n ինչ որ ստացել ենք, ես հավասար է J շտրիխը y կետում անգամ F շտրիխը x կետում։ Բայց այս արտադրյալը մատրիցա է, այս մատրիցի տարերը ես հեշտությամբ կարող եմ գրել։ Այս մատրիցի i-ի տարը ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ J շտրիխի i-երորդ գիծը եւ բազմապատկեմ F շտրիխի k-երորդ սյունյակով։ Ճիշտ է, պետք է վերցնեմ սրա i-երորդ գիծը եւ բազմապատկեմ սրա J-երորդ սյունյակով, k-երորդ չէ, J-երորդ սյունյակով, այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է գումար L-ը հավասար է 1-ից, ուրեմն քանի փոփոխական կա, J' մատրիցը ունի k գիծ եւ կատող, չէ, գիծ չէ, կատող եւ քանի սյունյակ, n սյունյակ, այսինքն ստացվում է L-ը հավասար է 1-ից n, լինում է D J, հիմա տեսնենք որ երորդ էր, մեր i-երորդ էր մեզ հետաքրքրում, հացանցյալ y L-երորդի նկատմամբ, այս ես պետք է վերցնեմ y կետում կամ fx կետում եւ բազմապատկած L-երորդ սյունյակով ստացվում է D F DFL J-երորդ սյունյակով, այսինքն փոխում է տողը, չի փոխում, եթե ես փոխում եմ DXG, իսկ մեզ հենց է ստացվելու, մի րոպե մի հատ փորձենք հասկանալ, ուրեմն ես տեղ ուզում եմ հաշվել i-J տարը, ոնց որ տեղ եմ հաշվել, i-J տարը հաշվելու համար ես պետք է սրա i-երորդ գիծը բազմապատկեմ սրա J-երորդ սյունյակով, այսինքն ես պետք է ֆիքսեմ սյունյակի համարը, այսինքն J-ն պետք է ֆիքսեմ, փոխեմ L-ը, այսինքն ամեն ինչ ճիշտ է։ Հիմա համեմատելով այս երկու արտահայտությունները, ես կարող եմ գրել հետևյալը, որ եթե ես ուզում եմ հացանցել, ուզում եմ հաշվել մասնակի հացանցյալը, D J համադրույթ F-ի i-երորդ կոորդինատի մասնակի հացանցյալը J-երորդի նկատմամբ, ու ես ուզում եմ հաշվել, ասենք x կետում, պետք է անեմ հետևյալը, գումար L հավասար է 1-ից n, D J-ի DYL fx կետում եւ DFL DXG x կետում։ Այսինքն, օրինակ եկեք մի օրինակ նայենք սրա կիրառության համար։ Օրինակ, ուրեմն դիցուկ ունենք f ֆունկցիա, որը գործում է, ասենք, r n-ից
R եւ ունենք ասենք ինչ որ գամմա ֆունկցիա կամ a ֆունկցիա, որը գործում է ինչ որ միջակայքից R-ի վրա գտնվող Rn։ Եվ ես նայում եմ սրանց համադրույթը։ Ես նայում եմ J ֆունկցիան, մի քիչ նշանակումները տարբեր են, բայց ուսում եմ շփոթություն չի առաջացնի։ J կախված t-ից ինքը հավասար է f հաշված at-ի վրա։ Այսինքն J ֆունկցիա է i միջակայքից R, սկալար ֆունկցիա է։ Այստեղ ունեմ ես այս բանաձևը, որտեղ n-ը նույն n-ն է ինչ-որ ստեղ, բայց x-ը սկալար ֆունկցիա է և j-ն է սկալար ֆունկցիա։ Այսինքն, եթե ես ուզում եմ հաշվել j-ի ածանցյալը, ստեղ արդինքն in ու j-ն կլինեն մի տարբերակ ունեն, հավասար են 1-ի։ Եթե ես ուզում եմ հաշվել j-ի ածանցյալը, եկեք ուրեմն նկատենք, որ այս իրականում գրված է f a1t և այլն a-n-t։ Եթե ես ուզում եմ հաշվել j ֆունկցիայի ածանցյալը, ապա ինչ պետք է անեմ, պետք է այս բանաձևի համաձայն, պետք է հեշտով ածանցեմ f ըստ բոլոր արգումենտների, j-ն կամ l-ը, l-ը հավասար է 1-ից n, df dxl հաշված a t կետում և l երորդ կորդինատի ածանցյալը ըստ t-ի։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Արդյոք ամեն ինչ պարզ է մինչև հիմա։ Հուսով եմ ամեն ինչ պարզ է։ Ուրեմն եկեք եւս մի արդյունք նայենք, այսինքն իրականում ոչ մի նոր բան չկա։ Ֆունկցիաների համադրույթի մասնավոր դեպք է, բայց ունի առանձին անուն, ուրեմն ածանցյալ ըստողության։ Իրականում սա մենք արդեն տեսել ենք, բայց անուն չենք տվել։ Ուրեմն դիցուք ունենք էլի ինչ-որ x բաց x տիրույթ RM-ում և ունենք ֆունկցիա, որը գնում է թող լինի x-ից r։ Արդեն մենք գիտենք, որ վեկտորական ֆունկցիաների հետ նույն բանն է տեղի ունենում, պետք է նույն բանը անել յուրաքանչյուր կոորդինատի հետ։ Եկեք ֆիքսենք ինչ-որ ուղղություն, v ուղղությունը, որը պատկանում է rm-ին։ Այսինքն ունենք ինչ-որ x տիրույթ, ունենք փոքր x կետը ստեղ և ֆիքսում ենք v ուղղությունը, v վեկտորը։ Հիմա f-ի ածանցյալը v ուղղության կոչվում է հետևյալ մեծությունը dv f x կետում։ Ինչ է սա նշանակում։ Այս նշանակում է հետևյալ ֆունկցիայի ածանցյալ։ Ես վերցնում եմ f x գումարած t v և վերցնում եմ t-ն հավասար է 0-ի։ Այսինքն ես ունեի f ֆունկցիան, որը x-ից գնում էր r։ Ես հիմա այս ուղղի վրա ներեմ կոպիտ ասած կորդինատ, որը կախված է v-ի ընտրությունից։ Կորդինատը այս t կորդինատն է, x գումարած tv, մասնավորապես t-ն հավասար է 0 կետում, ես ստանում եմ x կետը։ Վերցնում եմ այս ֆունկցիան և ածանցում եմ ըստ t-ի։ Ստացվում է ինչ-որ արտահայտություն, ես արդեն գիտեմ, որ բավականաչափ փոքր t-երի համար
x գումարած տևեն լինելու է այս տիրույթում, այսինքն այս համադրույթը լավ որոշված է, եւ ես ունեմ երկու ածանցելի ֆունկցիաների համադրույթ։ Ոնց որ ստեղ f ֆունկցիաներ եւ a ֆունկցիաներ։ Երկու ածանցելի ֆունկցիաների համադրույթը ածանցելի է, դիֆերենցիալի ֆունկցիաների համադրույթը դիֆերենցիալի է, հետեւաբար ես կարող եմ դիֆերենցիալ ածանցել այս ֆունկցիան, ու n ինչ որ ստացվում է 0 կետում, ես դրա անուն դնում եմ f-ի ածանցյալ v վեկտորի ուղղությամբ, կամ f-ի ածանցյալ ըստ v-ի։ Բայց սրան մենք արդեն ծանոթ ենք, նախորդ դասին ենք տեսել ու այս օրինակի վրա ենք տեսել։ Ստեղ ինչ է գրված։ Ստեղ գրված է հետևյալ արտահայտությունը։ Ես պետք է ածանցեմ հետևյալ ֆունկցիան f x1 գումարած t v1 եւ այլն xm գումարած t vm, ու ես դնեմ t-ն հավասար է 0-ի։ Նախորդ օրինակի համաձայն ես կարող եմ գրել հետևյալ տեսքով. գումար g-ն հավասար է 1-ից m df dxg, քանի որ պետք է t-ն հավասար է 0 կետում, ստեղ դառնում է միայն x եւ բարձրապատկած vg-ով։ Այսինքն այս n էր, ինչ որ մենք անվանել էինք ֆունկցիայի դիֆերենցիալ։ Պարզապես երբեմն ավելի հարմար է օգտագործել ածանցյալ հստողության արտահայտությունը։ Սա մենք կարող ենք գրել ուրիշ տեսքով։ Ես կարող եմ գրել որպես երկու վեկտորների սկալար արտադրյալ gradient fx սկալար արտադրյալ v-ի հետ։ Ինչ է գրադիենտը։ Այդ պարզապես վեկտորը, որը բաղկացած է f-ի ածանցյալներից։ Սա կոչվում է f-ի գրադիենտ։ Ու սկալար արտադրյալը v-ի հետ, որը իրականում ֆունկցիայի դիֆերենցիալն է x կետում v վեկտորի վրա, երբեմն ասում են նաև f-ի ածանցյալ ըստ v ուղղության։ Հիմա ինչով այս վեկտորը հետաքրքիր։ Նախ եկեք հասկանանք, թե եթե ունենք ինչ-որ ֆունկցիա, ես կարող եմ վերցնել ինչ-որ x կետ ու տամ հետևյալ հարցը. որ ուղղությամբ է, որ ֆունկցիան ամենաարագն է աճում։ Այսինքն ես կարող եմ տարբեր ուղղություններ ընտրել։ Մի ուղղությամբ ես ուզում նայել, թե ինչ է տեղի ունենում։ Այս v վեկտորը փոխվում է rn-ում։ Հարցը հետևյալն է, թե որ v վեկտորի ուղղությամբ ֆունկցիայի աճը կլինի ամենաարագը։ Բայց ինչ է նշանակում ֆունկցիայի աճ ինչ-որ ուղղությամբ։ Այդ էլ է պետք սահմանել, կամ ինչ է նշանակում ֆունկցիայի աճ ինչ-որ x տրված կետում, եթե սկալար ֆունկցիա է, սկալար փոփոխական է։ Բնականաբար ամենաբնական բանն է վերցնել ածանցյալը։ Այսինքն ինչքան ածանցյալը մեծ է, այնքան ֆունկցիան ավելի արագ է աճում այդ կետում, կամ ավելի արագ է նվազում։ Հիմա հարց, եթե տրված է ֆունկցիա rn-ից r, որ ուղղությամբ է, որ ֆունկցիան ամենաարագն է աճում։ Հիմա հարցը պատասխանը տրվում է այս բանաձևով։ Ես պետք է հաշվեմ f-ի ածանցյալը v ուղղությամբ, այսինքն այսա։ Ես վերցնում եմ իմ ֆունկցիան, սահմանափակում եմ v վեկտորի վրա, x գումարած t v ուղի վրա եւ հաշվում եմ ածանցյալը 0 կետում։ Հիմա ինչ է գրած dvf-ի համար։ dvf-ը x կետում հավասար է gradient f x կետում սկալար արտադրյալ v-ի հետ։ Հիմա ես ունեմ ֆունկցիա v-ից ու ուզում եմ հասկանալ, թե միևնույն երկարություն ունեցող վեկտորների համար, ասենք ենթադրենք, թե v-ի երկարությունը հավասար է 1-ի։ Որ ուղղությունն է, որ տալիս է ամենամեծ ածանցյալը ըստ v-ի։ Դե բնականաբար
ամենամեծ ածանցալը ըստ V-ի տալիս է գրադիենտի ուղղությունը, քանի որ սկալար արտադրյալը երկու վեկտորների, ասենք W անգամ V, ներկայացումներից մեկը հետևյալն է, վերցնում եմ W-ի Էվկլիդեսյան նորմ, անգամ V-ի Էվկլիդեսյան նորմ, անգամ այս երկու վեկտորներով կազմված անկյունը։ Ու կոսինուսը ամենամեծ արժեքը ընդունում է 0 կետում։ W անգամ V, սա էլ կազմված արժեքն է։ Այսինքն ֆունկցիայի աճը առավելագույնն է գրադիենտ V վեկտորի ուղղությամբ։ Ուրեմն եզրակացություն ֆունկցիայի աճը առավելագույնն է բնականաբար սա ենթադրում է, որ գրադիենտ V-ն 0 չի, այսինքն բոլոր ածանցալները չէ, որ 0 են։ Ուրեմն գրադիենտ F քանի որ միավոր վեկտոր էինք փնտրում, բաժանում եմ երկարության վրա այս վեկտորի ուղղությամբ։ Ուրեմն գրադիենտի առաջի կիրառությունը սա էր, որ գրադիենտը տալիս է n ուղղությունը, որտեղ ֆունկցիան ամենաարագն է աճում։ Հարց կայլ է տալիս։ Այո։ Մենք ոնց որ այդ գրադիենտի բանձը որ գրեցինք, ասենք df dx1-ը, դա առաջին կոորդինատներ չէ ստացվում։ Դա Չէ, մի րոպե, մենք վերցրել ենք բան սկալար ֆունկցիա, առաջի կոորդինատ չկա, մի ֆունկցիա է։ Փոփոխականները շատ են, բայց արժեքը մեկն է։ Մենք բայց ինչ արեցինք, ընդհանուր բանաձև գրադիենտի համար այդ բանաձևը գրեցինք։ Հետո Գրադիենտի համար բանաձևը գրեցինք, հետո փորձեցինք հասկանալ, թե ինչ մեկնաբանություն կարող ենք տալ սրան, հասկացանք, որ գրադիենտը եթե սկալար վերցնում ենք, բազմապատկում ենք ինչ-որ V վեկտորով, ստանում ենք F-ի ածանցալը ըստ V վեկտորի կամ V վեկտորի ուղղությամբ։ Բայց քանի որ սկալար արտադրյալը ընդունում է իր մաքսիմալ արժեքը, երբ այս երկու վեկտորները նույն ուղղությունն ունեն, եզրակացությունն այն է, որպեսզի սա լինի մաքսիմալ, այսինքն F-ի ածանցալը ըստ որևէ ուղղության, ըստ տրված ուղղության լինի մաքսիմալ, պետք է որ V-ն զուգահեռ լինի սրան։ Իսկ գրադիենտի արժեքը ինչի մասն է։ Ինչ նկատում ես գրադիենտի արժեքը ինչի մասն է։ Գրադիենտը հենց նախ ածանցալն է ինքը։ Այս Յակոբի մատրիցը, եթե գրում ենք F ֆունկցիայի համար, հենց ինքն է, որտեղ պետք է գրենք df-ի dxg, ճիշտ է, բայց f-ի չկա հիմա, մի հատ f է, լինում է df dxg։ Այսինքն գրադիենտը հենց ածանցալն է։ Նույն բանը տարբեր անուններ ունի, բայց ամեն անունը իր նշանակությունն ունի, էլի, դրա մի քիչ կարող է հետքանել հասկանալ, ինչի է պետք ածանցալի անուննել գրադիենտ, բայց գրադիենտը ասում եմ միայն սկալար ֆունկցիաների համար։ Բազմաչափ դեպքում սրան ասում են Յակոբի մատրից։ Որտեղ այս ֆիզիկայում նաբլա է կա, չէ՞, որ սկալարը սարքում է, ասենք, վեկտորական, չէ՞։ Հենց նաբլան է, այս սրա անունը նաբլա է։ Եկեք ֆիզիկական կիրառություն նայենք, քանի որ հարցը առաջացավ։ Ուրեմն կիրառություն։ Ուրեմն մենք արդեն տեսել ենք ինտեգրալ ուսումնասիրելիս, որ եթե ունենք ինչ-որ նյութական կետ, որի վրա ազդում է ինչ-որ ուժ, ու այս նյութական կետը շարժվել է ինչ-որ ճանապարհով, հետագծով, ասենք թող այս լինի ինչ-որ T0 պահի,
տեղեկել է ինչ-որ տեղ մեկ պահ, S իր հետագիծն է, անուն դնենք գամմա T, ապա կինետիկ էներգիայի փոփոխությունը, այսինքն M կոորդինատ նշանակենք ասենք x-ով, կամ լավ է, իզուր տեղը գամմա T գրեցի, եկեք x-T գրեմ պարզապես, ասենք x-T-ն կետի հետագիծն է, M x կետով T1 քառակուսի բաժանած 2-ի, այսինքն կինետիկ էներգիան վերջի պահին, գումարած հանած M x կետով T0 քառակուսի բաժանած 2-ի, կինետիկ էներգիան սկզբնական պահին, հավասար էր կատարված աշխատանքին, ուժի կատարած աշխատանքին։ Այսինքն այս x-ի վրա ազդում է ինչ-որ ուժ, ու եթե հետագիծը հենց x-T-ն է, ապա այս ուժի կատարած աշխատանքն է, ինչ է նշանակում ուժի կատարած աշխատանք, այդ նշանակում է պետք է վերցնեմ ինտեգրալ T0-ից T և վերցնեմ սկալար արտադրյալ F-ը, ասենք թող T պահին լինի F-ի արժեքը T, F-ի արժեքը FT, ուզում եմ ասել, սկալար արտադրյալ x կետով T-ի հետ և dt։ Իշտ է, մենք ինչ-որ չափով հիմնավորել էինք, որ աշխատանքը, տրված ուժի աշխատանքը նյութական կետի վրա, որը շարժվում է x-T հետագծով, ինչ պետք է անել, պետք է վերցնել x-ի արագությունը T պահին, սկալար արտադրյալ F-ի հետ և այն ինչ որ ստացվում է ինտեգրալ T0-ից T1, T1 ստամորացա։ Հիմա եկեք մի քիչ ուրիշ տեսակետից նայենք, ստեղ մենք ասել ենք, որ F նյութական կետի վրա գործում է T պահին գործում է FT ուժը, այսինքն եթե սա T պահին է տեղի ունեցել, սրա վրա գործել է FT ուժը։ Հիմա եկեք ուրիշ ձևով պատկերացնենք այս բանը, այսինքն նրանք ովքեր ֆիզիկայի ֆակուլտետից են, երևի սա արդեն հարած կլինեն, ոչ թե մենք ասում ենք T պահին գործել է T ու FT ուժը, այլ ասում ենք, որ եթե նյութական կետը գտնվել է ինչ-որ մի x կետում, ապա x կետում իր վրա գործել է F ուժը, որը կախված է x կետում, այսինքն մենք ունենք ոչ թե ուժ, որը կախված է տերից, այլ մենք ունենք ուժի դաշտ։ Յուրաքանչյուր x կետում տրված է ինչ-որ fx վեկտոր, մենք ունենք վեկտորական դաշտ կամ կարող ենք ասել ուժային դաշտ, այսինքն մեր ամբողջ տարածության վրա ամեն կետում ինչ-որ մի ուժ է գործում։ Այս պահին կարևոր չի թե ինչ ուժ է, բայց ամեն կետում գործում է ինչ-որ ուժ, այսինքն եթե մենք նայում ենք օրինակ m չափանի դեպքը, մենք ունենք f1 fm կոորդինատներով ինչ-որ վեկտոր։ Հիմա այս նույն բանը ես կարող եմ պարզապես արտագրել ես, որտեղ FT-ի փոխարեն ես կդնեմ FXT, որտեղ XT-ն հետագիծն է։ Այսինքն կարող եմ գրել, որ 1/2 M X կետով T1 երկարություն քառակուսի, հանած 1/2 M-ը չասեցի բնականաբար զանգվածն է, X կետով T0 քառակուսի, սա հավասար է ինտեգրալ T0-ից T1, ես պետք է վերցնեմ F-ը, արդեն ոչ թե FT եմ գրում, այլ գրում եմ FXT, քանի որ երբ T պահին կետը գտնվել է XT կետում, իսկ XT կետում գործել է FXT ուժը։ Պետք է վերցնեմ սկալար արտադրյալ արագության հետ և ինտեգրեմ ըստ T-ի։ Այս կինետիկ էներգիայի փոփոխությունն է։ Հիմա սահմանում մենք ասենք, որ fx դաշտը պոտենցիալ է,
Այսինքն գործ ունենք պոտենցիալ դաշտի հետ։ Սահմանեցինք պոտենցիալ դաշտի հասկացողությունը։ Եթե գոյություն ունի այնպիսի v ֆունկցիա, որը գոնե մեկ անգամ հացանցելի է, որ ցանկացած x-ի համար r m-ից fx-ը հավասար է մինուս գրադիենտ vx։ Ասենք ոչ մի պատճառ չկա, որ բացի մեկ չափանի դեպքից, որ ֆունկցիան ներկայացվի ինչ որ մի ուրիշ ֆունկցիայի գրադիենտի տեսքով։ Ինչու, որովհետև օրինակ, եթե սա ճիշտ է, այսինքն այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ f-ի g երրորդ կոորդինատը հավասար է մինուս dv dxg x կետում։ Ճիշտ է։ Իսկ եթե սա կա, եթե ես ածանցեմ ըստ i, ինչ կստանամ։ Ստեղից անմիջապես հետևում է, որ dfg ածանցալը ըստ i x կետում հավասար է մինուս սա դեռ չենք արել, բայց հուսով եմ շփոթում չի առաջանա dx-ի այս սրա dv dxg նա ինչ որ ժամանակ անց, այսինքն հաջորդ դասին մենք ապացուցենք, որ եթե ֆունկցիան ողորկ է, այսինքն այս դեպքում նկատի ունեմ C2 դասից է, ապա ոչ մի նշանակություն չունի, թե ես ինչ երթականությամբ եմ վերցնում մասնակի ածանցալները։ Այսինքն սա, որ դեռ չենք արել, սա հավասար է մինուս սկզբից ածանցելու եմ ըստ i, հետո նոր եմ ածանցելու ըստ g-ի։ Այսինքն սա ճիշտ է, երբ օրինակ v-ն երկու անգամ է ածանցելի։ Այսինքն ածանցալները մեկ անգամ անընդհատ ածանցելի են։ Եկեք պայմանականորեն գրենք v-ն պատկանում է C2-ին, այսինքն երկու անգամ անընդհատ։ Սա դեռ չենք անցել, բայց հաջորդ դասին կանցնենք։ Այս մասը կարող եք մոռանալ այս պահին, եթե ինչ-որ բարդություններ է առաջանում, ուղղակի սա նրա համար է, որպեսզի համոզեմ ձեզ, որ այս ներկայացումը բավական լուրջ պայման է f-ի վրա։ Ոչ մի պատճառ չկա, որ ինչ որ ֆունկցիա վեկտորական արժեքներով լինի ինչ որ մի ուրիշ ֆունկցիայի գրադիենտ։ Սկալար ֆունկցիայի գրադիենտ։ Լավ, հիմա ենթադրենք, որ ինքը գրադիենտ է, այդ դեպքում ինչ կարող ենք ասել այս ոնց կարող ենք գրել այս արտահայտությունը։ Ուրեմն կստանանք, եթե f-ը պոտենցիալ է, ապա ստանում ենք, որ 1/2 m x կետով t1 քառակուսի, հանած 1/2 m x կետով t0 քառակուսին հավասար է աշխատանքը t0-ից t1 f-ի փոխարեն դնում եմ մինուս գրադիենտ v x կետում եւ պետք է վերցնեմ x կետով t-ի հետ սկալար արտադրյալ dt։ Մենք եկես արտահայտություն մի քիչ ավելի մանրամասն գրենք։ Ինչ է գրած մինուս գումար g-ն հավասար է 1-ից m dv dxg-ն վերցրած x-t կետում եւ բացապատկած g երրորդ կոորդինատի ածանցալով։ Բայց այս արտահայտությունը մեզ ծանոթ է։ Եկեք վերադառնանք մեր օրինակին։ Վերցրել եմ ինչ-որ սկալար ֆունկցիա, ածանցել եմ ըստ x-l-ի, վերցրել եմ a t կետում եւ վերցրել եմ
t-երորդ կոորդինատի ածանցալը։ Այսինքն այս նույնն է, ինչ որ վերցնեմ այս ամբողջ ֆունկցիայի ածանցալը t կետում։ Այսինքն n ինչ որ գրված է ստեղ հավասար է մինուսը մնում է ածանցալ v-ն հաշված xt կետում։ Բայց հիմա եթե ես այս արտահայտությունը տեղադրեմ ինտեգրալի մեջ, ինչ կստացվի, ստացվում է մինուս ինտեգրալ t0-ից t v xt ածանցալը t-ի dt։ Բայց հիմա կարող եմ օգտագործել Նյուտոն-Լեյբնիցի բանաձև, որ ասեմ, որ ածանցալի ինտեգրալը տարբերությունն է ծայրակետերում։ Ստացվում է մինուս v xt1 գումարած v x t0։ Այսինքն հիմա եթե ես տանեմ սա ձախ մաս, իսկ ես վերեմ աջ մաս, ինչ կստանամ, որ ցանկացած t1-ի համար, ասենք շարժումը շրջվել է ինչ-որ t0 պահին, ցանկացած t1-ի համար ես ստանում եմ նույն արժեքը։ Ցանկացած t0-ն փոքր է t1-ի համար, ես ունեմ հետևյալը, որ 1/2 m x կետով t1 քառակուսի գումարած vx t1-ը հավասար է 1/2 m x կետով t0 քառակուսի գումարած vx t0։ Այսինքն ուրիշ կերպ ասած, հետևյալ արտահայտությունը, հետևյալ ֆունկցիան, որը կախված է x-ից եւ x կետովից, ինքը հավասար է 1/2 m x կետով քառակուսի գումարած vx, սրա ունենք էներգիա, այսինքն էներգիան բաղկացած էր պոտենցիալ էներգիայից, որը առաջի անդամն է, եւ կինետիկ էներգիայից։ Ուրեմն սա կլինի հաստատում։ Էներգիան պահպանվում է, էներգիան չի փոխվում հետագծերի երկայնքով։ Օրինակ, եթե եկեք երկու օրինակ նայենք, օրինակներ, առաջի օրինակը, երբ մենք նայում ենք նյութական կետը երկրի մակերևույթի մոտ, ստեղ ազդում է երկրի ձգողականության ուժը, ինքը հավասար է m անգամ j-ի։ Եթե հիմա գրենք, մենք ինչ ենք փնտրում, մենք մի ուղղություն ունենք ըստ էության, քանի որ եթե ուրիշ ուժեր չկան, ապա նյութական կետը կարող է շարժվել միայն ուղղայաց ուղղությամբ, եթե սկզբնական արագությունը նույնպես ուղղայաց էր, կարող ենք ներմուծենք x կոորդինատը, ասենք 0-ն թող լինի երկրի մակերևույթը, այդ դեպքում մեր ազդող ուժը f-ը ցանկացած x կետում ինքը հավասար կլինի մինուս m անգամ j-ի։ Հետևաբար, եթե ես փնտրում եմ ֆունկցիա, որի ածանցալը մինուս նշանով հավասար է fx-ի, այսինքն v'(x)-ը պետք է հավասար լինի մինուս fx-ի, բայց f-ը հաստատուն է, ստացվում է mj-ի, ապա ես կարող եմ ընտրել vx-ը, բնականաբար ես vx-ին ցանկացած հաստատուն կարելի է ավելացնել, քանի որ եթե ստեղ v-ին ավելացնեմ հաստատուն, գրադիենտը չի փոխվի։ Ես կարող եմ վերցնել, օրինակ vx-ը հավասար է mj անգամ x։ Այդ դեպքում էներգիայի պահպանման օրենքը ինչ է ասում, ասում որ 1/2 m x կետով քառակուսի գումարած mjx-ը հաստատում է։
Կամ կարող ենք նայել պարզապես երկրի ձգողականության դաշտը։ Այդ դեպքում ուրեմն մենք գիտենք, որ ուժը, ասենք թողած լինի երկիրը, ասենք 0 կետում, եթե ունենք ինչ-որ նյութական կետ, ինչ-որ x կոորդինատով կետում, ապա ազդող ուժը հավասար է, Նյուտոնի գրավիտացիայի մասին օրենքը ասում է, որ ինքը հակադարձ համեմատական է գործակիչը կարևոր չի այս պահին, ուրեմն ինքը գործում է դեպի 0 կետը եւ հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսում։ Մայրշտի հասկանա, որ այդ բանը ես կարող եմ գրել հետևյալ ձևով՝ մինուս c-ն բաժանած x-ի երկարության խորանարդ անգամ x։ Կարծես որ fx-ի ուղղությունը, եթե c-ն դրական է, fx-ի ուղղությունը հենց սա կլինի, x-ից 0, քանի որ մինուս նշան եմ դրել, եւ fx-ի բացարձակ արժեքը, այսինքն fx-ի երկարությունը հավասար կլինի c-ն բաժանած x-ի երկարության քառակուսու, այսինքն Նյուտոնի գրավիտացիայի մասին օրենքը ասում է, որ եթե մենք նայում ենք, թե ինչ ուժով է մի մարմինը ազդում մյուսի վրա, ապա ուղղությունը պետք է պայացնեմ այդ երկու կետերը իրար, ու դեպի միմյանց է ձգտում մարմինները, եւ ուժի մեծությունը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսում։ Հիմա ես մտնում եմ, որ այս դաշտը պոտենցիալ է, ուրեմն դժվար չի ստուգել, որ եթե վերցնեմ Vx-ը հավասար է այս նույն հաստատունը բաժանած x-ի, ապա V-ի գրադիենտը հավասար կլինի հենց մինուս fx-ի։ Կարող եք ստուգել, ինչ է նշանակում x-ի երկարություն։ Այս հավասար է x1 քառակուսու, եկեք վերցնենք ցանկացած դեպք կարող վերցնենք, բազմաչափ դեպք վերցնենք, գումարած xm-ի քառակուսու 1/2 աստիճան։ Այդ դեպքում Vx-ը հավասար է մինուս, բնականաբար այս ճիշտ է, երբ x-ը 0-ից տարբեր է, քանի որ x-ը հավասար է 0 կետում, f-ը որոշված չի։ Vx-ը ստացվում է մինուս c-ն բաժանած, այս ամբողջը հայտարարում x1 քառակուսի գումարած եւ այլն xm քառակուսու 1/2 աստիճան։ Հիմա եթե ես ածանցում եմ սա, այսինքն հաշվում եմ dv dx-ին, ստացվի ուրեմն v-ն առանց մինուս նշանի էր։ Եթե ածանցում եմ, ստացվում է ուրեմն մինուս c-ն կմնա c անգամ մինուս 1/2, ստեղ աստիճանը կդառնա մինուս 3/2, այսինքն ստացվում է x-ի մինուս 3 աստիճան, ու պետք է բազմապատկեմ g-երորդ կոորդինատի ածանցալով g-երորդ կոորդինատի ստացվում է 2 անգամ xg։ Երկուսները կրճատվում են, ստացվում է մինուս cxg-ն բաժանած x-ի խորանարդի, այս էլ հենց f ու g-երորդ կոորդինատներ։ Այսինքն գրադիենտը ունի երկու կիրառություն ամենակիչը, էլի կիրառություններ կան, բայց մեկը ցույց է տալիս ֆունկցիայի աճի, ֆունկցիայի n ուղղությունը, որտեղ ֆունկցիայի աճն առավելագույնն է, երկրորդը հնարավորություն է տալիս պոտենցիալ ուժային դաշտերի համար գրել էներգիայի պահպանման օրենքը։ Շատ լավ, եկեք մի հատ նորից նայենք, որ ինչ է ստեղ գրած։ Եթե սա ուզում եմ ածանցել, մեզ գրված է ստեղ, այս հավասար է c անգամ այս ամբողջի, այսինքն x-ի նորմի քառակուսու մինուս 1/2 աստիճանը։ Մեզ ածանցում եմ սա dv dxg,
Ինչ է ստացվում։ C-ն մնում է անգամ -1/2 գալիս է դիմացը, ու ստացվում է x-ի քառակուսու -1/2-ից հանած 1, ստացվում է -3/2։ Եվ պետք է x քառակուսուն էլ ածանցեմ ըստ g-ի։ Ճիշտ է, բարդ ֆունկցիայի ածանցալներ։ Այսինքն, ստեղ նույնիսկ կարիք էլ չունեմ ես մեր թեորեմը օգտագործելու, պարզապես ասում եմ, որ v-ն ինքը նայում եմ v-ն որպես ֆունկցիա միայն x-ից, այդ դեպքում պետք է անեմ սա։ Բարդ ֆունկցիա է, x քառակուսու -1/2 աստիճանն է, ստացվում է c անգամ, -1/2 գալիս է դիմացը, ստեղ պետք է հանեմ 1, ստացվում է -3/2, եւ n ինչ որ գտնվում է սրա տակ, ածանցեմ ըստ x-ի։ Ստեղ ստացվում է 2xg, ստեղ ստացվում է այսքանը, երկուսները կրճատվում են, ստացվում է x-ի -3։ Այսինքն ինչ որ գրված է նախորդ տողին։ Սենց ստացվում է, բայց x-ի քառակուսու -1/2 ուղղակի x-ի -1 աշտան ինչին է։ Դե կարող են գրել x-ի -1 աշտան, տենց էլ կարող ենք ասել, բայց այդ դեպքում պետք է ապա ածանցել բանը։ Եկեք տենց գրենք, նույն բանն է ստացվելու, vx-ը հավասար է x-ի -1 աշտան։ Հիմա եթե ես սա ածանցում եմ, dv dxg, ինչ է ստացվում, ստացվում է պաստորեն հիմա 1t-րդի և x-ի նորմի համադրույթն է, ստացվում է մինուս x-ի -2 աստիճան և պետք է ածանցեմ ըստ xg-ի։ Բայց ես էլ է համադրույթ չէ, ես էլ սա է, այս է գրված։ Արժե չէ, այստեղ կառաջանա ինչ կստացվի մինուս x-ի -2, հիմա արդեն կստացվի պարզապես 1/2 և x-ի -1/2, x-ի -1/2, չէ, x քառակուսու -1/2, մի խոսքով արմատ է։ Այս արմատ x քառակուսին է, ճիշտ է, այսինքն ստացվի x-ի -2 ու բաժանած 2 անգամ x, ճիշտ է, այս բանը կգա ներքև, և x քառակուսու ածանցյալը կստացվի 2 անգամ xg։ Ինչ եղավ, երկուսները կրճատվում են xg բաժանած x-ի խորանարդ, այսինքն ինչ որ պետք է ներ։ C-ն էլ մոռացել եմ գրել, C, անգամ C։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Դե, եթե ուրիշ հարցեր չկան, ապա այսօր այսքանը, ուրեմն հիշեցնեմ, որ վաղ աստուգողական է, իսկ մենք հանդիպենք երկուշաբթի օրը։ Տեսություն բոլորին։